Կա արտաքին քաղաքական կոնսենսուս Փաշինյանի շուրջ։ Փաշինյանի շուրջ արտաքին քաղաքական կոնսենսուս հաստատ կար 18 թվականին եւ կար 21 թվականին։ Հիմա կա թե ոչ, ես չեմ կարող ասել։ Շատ բարձրաստիճան միջազգային գործիչներ ուղիղ կամ անուղղակի չէ, հենց ուղիղ։ Իրանց զորակցություն են դրսևորում Փաշինյանի նկատմամբ։ Այո, բայց դա կոնսենսուսն ոնց է լինում։ Չէ, կոնսենսուսը այսպես է։ Ես դա լսում եմ հիմնականում այսօրվա եվրոչինովնիկներից։ Վենսը եվրոչինովնիկ չի։ Իհարկե Վենսը, դու չկթողում, որ շարունակեմ։ Վենսը այլ խնդիր էր լուծում։ Այն ինչը որ մենք հիմա տեսնում ենք, Վենսը խնդիր էր լուծում իրենց մերձավոր արևելքում իրենց ապագա գործողությունների խնդիրների ամրապնդվելու, այդ թվում նաև հարավային Կովկասում։ Եւ Վենսի պարագայում ով էլ լիներ Հայաստանի ղեկավար, նույն բառերը հնչելու էին, որովհետեւ մի մոռացեք, որ այնուամենայնիվ Վենսը միայնակ առանց մեր իշխանության որևէ ներկայացուցիչի այցելեց ցեղասպանության համալիր։ Այն հանգամանքը, որ արևմտյան, հավաքական արևմտյան կողմը ավելի շատ պրո-փաշինյանական դրսևորումներ է ունենում, իսկ որևէ ուրիշ պետություն նման դրսևորումներ չի ունենում, կարանք մենք համարենք, որ մեկի ակտիվությունը կամ մյուսի պասիվությունը արդեն խոսում է կոնսենսուսի մասին։ Ուղղակի չեն խառնվում, իրանք թողում են, որ լինի ինչ որ լինում է։ Նորից եմ կրկնում 18 եւ 21 թվականին հենց այդպես էր։ Ընդ որում այդքան Իսկ 26-ն է հետաքրքրում։ 26-ը տեսեք, ես հիմա ստույգ չեմ կարող ասել, կա արդյոք կոնսենսուս, օրինակ, չնայած մեկը լինի հիմա իրենց են, որ ասում է բանանի խնդիրները, Ռուսաստանի, Իրանի եւ Միացյալ Նահանգների, որովհետեւ կարծեք թե այո Միացյալ Նահանգները տրիպ է փորձում անել, չնայած վերջին զարգացումներից հետո ինձ համար հիմա շատ աղոտ է թվում տրիպի։ Երևա, իհարկե Երևա, չնայած ես այնպես չի։ Կախված է Իրանում շատ դրսևորումներից է կախված։ Իհարկե շատ, բայց մի կողմից թվում է թե հա Միացյալ Նահանգները տրիպը անում են, մտնում են հարավային Կովկաս, որտեղ Թրամփը ասում է, որ դա Պուտինի զոնան է եւ այլն, բայց մյուս կողմից մենք տեսնում ենք Միացյալ Նահանգներ Ռուսաստան հարաբերությունները Ռուսաստանի առաջնահերթությունը ուրիշ ուղղության վրա է։ Իհարկե բանակցությունների ուրիշ ուղղության վրա է Ռուսաստանը վաղուց դուրս է եկել Թրամփի ադմինիստրացիայի այն դոկտրինից, որ Ռուսաստանը թշնամի է Միացյալ Նահանգների եւ այլն։ Ըստ էության այս տարածաշրջանում կարանք մենք Միացյալ Նահանգներ առանձնացնենք, եվրոպական թեւ կարանք առանձնացնենք եւ թուրքական բլոկ կարանք առանձնացնենք, որոնք ըստ էության այս երեքը այո ակտիվ են այս պահին։ Բայց եւ ակտիվ է կարծիք են դրսևորել։ Իհարկե։ Իսկ այս հանգամանքը կարա հիմք հանդիսանա կարտ բլանշի ցանկացած կարգի ապօրինությունների նախընտրական շրջանում։ Կապրենք կտեսնենք։ Փախչելու տեղ չկա։ Բաժանորդագրվիր եւ իմացիր ավելին։